Իսկ հիմա իրավիճակը այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է այդպես ասել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի թաքցնում, ասում է մենք Ղարաբաղյան շարժումը մեկառմիշտ փակել ենք։ Հասկանում եք, ինքը առաջվա նման հիմա ստիպված է ասել այն, մեղմ է ասում, բայց ստիպված է ասել այն, ընտրություններից հետո ավելի բացելու է փակագծերը։ Ստիպված է ասել, որ այո, մենք այդ սահմանազատումով անկլավները տալու ենք։ Չի կարող չասել։ Դրա համար էլ հիմա այս ընտրություններից ինքը վախենում է, որովհետև 21 թվականին կարող էր խաբել եւ խաբեց, հիմա չի կարող։ Սա է իր հիմնական մտահոգությունը։ Ես ելի եմ ասել տարբեր տեղերում եւ այդ թվում նաեւ ձեր եթերում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի աջակցությունը իր կողմն է։ Հենց որ տեսնում է, որ ժողովրդի աջակցությունը իրենը չի, ժողովրդավարությունը նրա համար դառնում է վտանգ։ Եվ սա է պատճառը այդ բոլոր բռնությունների, բռնաճնշումների, ձերբակալությունների,